Մենք Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք ինքներս կատարենք մեր սահմանային հսկողությունը եւ աստիճանաբար գնում ենք նրան, որ մեր ամբողջ սահմանային հսկողությունը մենք իրականացնենք, բնականաբար շնորհակալ լինելով այդ թվում եւ Ռուսաստանի համապատասխան ծառայությունների, որոնք կատարել են այդ ծառայությունը, ամեն ինչ սկսվեց Զվարթնոց օդանավակայանի սահմանային հսկողությունից։ Որտեղ եք հասել, որ Զվարթնոցից սկսել եք։ Դե գիտեք, որ Իրանի հետ սահմանին մեծ գործընթաց տեղի ունեցավ, հիմա էլ աշխատանքները բնականաբար շարունակվում են եւ մենք գնալով մեծացնում ու զարգացնում ենք մեր կարողությունները։ Որ հայ-թուրքական սահմանից դուրս գան կամ նշած այդ հատվածից։ Չեմ կարող ասել կոնկրետ այդ հատվածում նման գործընթաց կա թե ոչ, բայց դրա մասին անպայման համապատասխան հաղորդագրություն կլինի։ Կարող եմ ասել, որ մենք միանշանակորեն գործընթաց ապա ինչի մասին պետք է հաղորդագրություն լինի, ուրեմն մի բան կա, որ հաղորդագրություն պետք է լինի։ Պարոն Կիրակոսյան, մեր ընդհանուր մեծ տեսլականը, որպես ու ցանկացած պետության տեսլականը, բնականաբար նա է, որ իր սահմանի ամբողջությամբ իր սահմանի հսկողությունը, մաքսակետերի հսկողությունը ինքն անձամբ իրականացնի եւ մենք էլ այդ առումով բացառություն չենք ու մենք էլ ունենք նման նկրտումներ։ Հիմա ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ուրեն հասը ձեռքից տակ այս բայդրությամբ ձեր նշած անցակետի հետ կապված տվյալներ չկան, որն էլ անպայման Իրանի սահմանից եւ Թուրքիայի սահմանից անելու ինչ քայլեր են իրականացվում։ Դե տեսնում եք, Իրանի հետ սահմանին անցած տարի տեղի ունեցավ, շատ մեծ բաներ որ տեղի ունեցած է իդեպ Հայաստանի համար։ Չեք մենք սահման չէ, անցակետն է միայն։ Սահմանում էլ ներգրավեցին Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը, սահմանապահ ծառայության ծառայողները, դա էլ էր բավական մեծ առաջընթաց կարելի ասել, որովհետև ցանկացած պետություն, նորից եմ ասում, ինքը ուզում է, որ իր սահմանի, իր մաքսակետերի հսկողություն ինքն անձամբ իրականացնի։